Բարեկամներ, ողջույն։ Այսօր երիտասարդության միջազգային օրն է։ Եվ այդ օրը սովորաբար առիթ է երիտասարդներին շնորհավորելու մեզ բոլորիս մեր աշխատակազմին երիտասարդներին, իդեպ երիտասարդության մասին շատ կարելի է խոսել, ջերմ շնորհավորանքներ հնչեցնել, իդեպ պաշտոնական այրերը խոսել են, եւ այդ ամենը անշուշտ պետք է ասել։ Բայց, այդտեղ շատ կարևոր բայց կա, բայց գուցե այսօր նաև շնորհավորանքներից զատ իհարկե պետք է խոսել մեկ այլ բանի մասին, օրինակ սա լավ առիթ է խոսելու ինչպիսի երիտասարդություն ենք մենք ձևավորում, ինչպիսի երիտասարդություն ենք ուզում տեսնել վաղվա օրվա համար, որովհետև ինչ են ասում մեզ, ասում են երիտասարդությունը պետության ապագան է։ Ես վստահ եմ երիտասարդությունը տարիք չէ, հաստատ այդպես է։ Ես 80 տարեկան երիտասարդների եմ ճանաչում եւ 25 տարեկան ծերունիների, վստահ եմ դուք էլ որոշ անուններ կարող եք պատտել ձեր, մտքում, որոշ կերպարների հիշել։ Երիտասարդությունը նաեւ արժեքների, պատասխանատվության, ինքնակարգապահության, քաղաքացիական գիտակցության, սեփական երկրի հանդեպ պարտավորության մասին է։ Ըստ իս առաջին հերթին հայ իրականության մեջ այս հարցը առավել կարևոր է։ Մենք հաճախ ենք խոսում հայ երիտասարդի մասին, որպես պետության ապագայի, երկրի շարժիչ ուժի, ազգային արժեքներ կրողի, հաճախ ենք լսում Նժդեհի մասին, Անդրանիկի, Մոնթեյի, անունները մեր երիտասարդությունը տարեկիցները անգամ բարձրաձայնում են, նրանց խոսքերն ու կերպարները հայտնվում են սոցիալական ցանցերում, կարդացեք Նժդեհ, փրկեք կյանքեր, վստահ եմ տեսել եք, չէ՞, կամ մեքենաների ետևի ապակին, ասենք Մոնթեյի նկարն են փակցնում, խաչ են փակցնում, տարբեր գրառումներ են անում, հանրային խոսքեր են ցիտում եւ այլն, բայց մի պահ այս ամենից զատ արժե հարց տալ, անկեղծ հարց, նրանց անունները հիշատակողներից քանիստ են իրականում կրում այդ արժեքները, որոնց համար ապրել են, պայքարել են այդ մարդիկ, Հայաստան են կերտել, գիր ու գրականություն են ստեղծել, նայած, որ կերպարի մասին են խոսում։ Օրինակ, Անդրանիկի մասին խոսելը դա չի նշանակում ունենալ պատկերավոր, այսպես արժանապատվություն, պատասխանատվություն հայրենիքի հանդեպ պարտքի զգացում, այնքան մարդիկ կան ամբողջ օրը Վազգեն, Սպարապետ, Նժդեհ, Անդրանիկ, Մոնթե ցիտում են, նայում ես ապրած կյանքները, վարկն ու բարկերը շարքային տականքներ, շարքային։ Արժեքները ստուգվում են ոչ թե բառերով, այլ ամենօրյա վարքով, բարկով, կյանքով, եւ այստեղ հատկապես կարեւոր է խոսել հայ երիտասարդ տղամարդու կերպարի մասին, որովհետեւ մեր իրականության մեջ է, հայ իրականության մեջ երիտասարդ տղամարդը այդ շարժիչ ուժն է, որ իր ուսերի վրա տանում է ամբողջ երկիրը, հասարակությունը եւ եթե կուզեք ամբողջ մեր քաղաքակրթությունը։ Ինչ է նշանակում այսօր երիտասարդ տղամարդ լինել հայ իրականության մեջ։ Արդյոք տղամարդությունը, ասենք օրինակ, որ մենք ամեն օր տեսնում ենք, դա բարձրաձայն խոսելն է, այդ ճանապարհներին մեքենայի ազդանշաններով գրաբարով ասենք, սիգնալներով երթևեկելն է թուրք-արաբական երգերով, որ ամեն երեկո վստահ եմ շարքային երևանցին գոնե, ամեն երեկո մի քանի դրվագ այդպես տեսնում է։ Կամ գիշերվա ժամը 1-ին մտնել բակ, ազդանշաններ կապել եւ ինչ որ մեկին զեն տալ, կամ այս վերջին շրջանում քանի կադրեր տարածվեցին համացանցում դանակահարությունների, շանը 3 դանակահարեցին 3 մի երիտասարդ կիներ այդ պարագայում նորածին դստերը թողել էր փլատակների տակ, այդ ինչ որ, գտան, փրկեցին այդ երեխային, կամ մարտաֆիլմ հիշեցնող այդ կադրերը, որ համացանցում ամեն օր պատտվում են, կես բառի համար իրար սրախողող կանեն։ Բա արժեքներից ենք խոսում, քրիստոնեությունից ենք խոսում, Մոնթեից ենք խոսում, Նժդեհ ենք ցիտում։ Արդյոք ընդհանրապես տղամարդկությունը, քանի որ հիմնական երիտասարդ տղամարդու մասն ենք խոսում, այն մարդն է, որ կարող է 1 վայրկյանում դանակահարության, բռնության կամ նվաստացման հասնել իր արժանապատվությունը պաշտպանելու համար կամ պարզապես ինչ-որ բնավորությունից դրդված։ Եթե այս ամենը տղամարդկությունն է, ապա մենք պարզապես սխալ պատկերացում ունենք այդ ամեն ինչի մասին եւ այդ սխալ արժեքները փոխանցում ենք նաեւ հաջորդ ծերունդին եւ այսպես շարունակ։ Ես քանիցս ասել եմ եթերներում, ռադիոյում եւ ոչ միայն, որ դրանպես հայ տղամարդու կերպարը վարկաբեկված է ֆիլմերում, վարկաբեկված է տարբեր հաղորդումների մեջ, էկրաններին, համացանցում եւ այդ միտքը ինձ մոտ մի 12 տարի առաջ ձևավորվեց, ես սարսափով դա գիտակցեցի, Միացյալ Նահանգներում Լոս Անջելեսի հարակից Փասադենա քաղաքում, այս պատումը կարող եմ եթերում պատմել, ընկերներից մեկը հրավիրել էր ներկայացում դիտելու, ամերիկյան ներկայացում էր հումորային ձևաչափով, եւ քանի որ Փասադենա քաղաքն էլ ինքնին հայաշատ քաղաք է, այդտեղ այդ ստենդափի արտիստը
դիմեց հանրությանը, մեքսիկներ կան սրահում, այո, սկսեց մեքսիկների ձևեր անել ինչ որ, այդտեղ չգիտեմ, իրանցիներ կան, այո, այնտեղ իրանցիները ձեռք բացած, իրանցիների նման ինչ որ բան արեց, ռուսներ կան, այո, ռուսներ եկան, ձևեր արեց։ Վերջին ասեց հայեր կան սրահում, բոլորս ծափարեցինք, մեծամասնությունը, եթե կեսից ավելի հաստատ հայեր էին, ասենց ասեմ, եւ հանկարծ հայերի ձևերը սկսեց անել եւ այստեղ սարսափեցի, որ փաստորեն հայ մարդու օտարի աչքով հայ մարդու նմանակումը, հայի ձև անելը, դա այն ամենաքստմնելի ճղճին, այն հասարակության թերմանց հանդիսացող մի երևույթի ձև արեց, այն բերանը ծուր, ինչ որ սանրվածները, ինչ որ բաներով, վարկաբեկված արժե համակարգով, հա, խոսելու ձևով, մի խոսքով, մի հատ ահավոր երևույթի, եւ ես ում որ հրավիրել էր զարմաց ասի, փաստորեն օտարի աչքում հայ է այս կերպարը ունի, սա ողբերգություն, ազգային ողբերգություն է։ Ու սա դրսում են փաստորեն անում, այն էլ այնպիսի հայաշատ համայնքում, ինչպեսին ասենք ամերիկյան համայնքն է։ Եթե մենք միլիոնով ընտեղ այդպիսի տպավորություն ենք թողել մարդկանց վրա, որ մեզ նմանակելուց այդ ձևն են անելու, այստեղ ազգային արդեն անվտանգության հարց է սա։ Կանք մեր օրեր, լավ, մեր իրականություն։ Մենք Հայաստանում շատ հեղափոխությունների մասին ենք խոսում եւ, ասենք, քաղաքական, իշխանական, հա, հասարակական հեղափոխություն, բայց ես վստահ եմ արժեքային հեղափոխություն պետք է լինի։ Թերևս ամենադժվարինը հեղափոխության առումով դա արժեքային հեղափոխությունն է։ Տեսեք, մենք կերպարներից խոսեցինք։ Այդ կերպարները ինչ են տեսնում, ովքեր են, հա, այդ մարդիկ, ում ցանկանում է նմանվել այսօրվա երիտասարդությունը, ովքեր են այդ չափանիշները, թելադրողները, մեծապատի մուրացկանները քաղաքական դաշտում, հոգևոր դասը գուցե որոշ խաչակնքվող սատանաները, մտավորականները, որ 2 կոպեկի համար կարող են ցանկացածին ծառայել, դարերով այդպես է եղել։ Ում այսօր հայ երիտասարդը ուզում նմանվի, ովքեր են իդեալները, որոնց ասում, այ այս ուղղությամբ պետք է գնանք։ Ընդհանրապես այս խնդիրը միայն երիտասարդների խնդիրը չէ։ Երիտասարդը հասարակության հայելին է, եթե երիտասարդի վարքում մենք տեսնում ենք ագրեսիա, անհանդուրժողականություն, ցուցադրական որևէ վատ ինչ-որ բաներ, պետք է նաև ինքներս մեզ հարց տանք։ Ով է եւ ինչ միջավայրում է այս կերպարը ստեղծել, գուցե տասնամյակներով մենք օրինակ ինտելիգենտ մարդուն վարկաբեկել ենք, մեր հասարակության մեջ ծակ պրոֆեսոր, ցնդած պրոֆեսոր, sense հայտարարություններ ենք մենք անում, չէ՞։ Գիտնական մարդը միշտ ինչ-որ sense գիրք կրծողի, շատ բացասական ելևէջներով ներկայացվող մեկն է եղել, իսկ օլիգարխը միշտ եղել է այնպիսին, որ այ ցանկացած երիտասարդ ուզում է իրան նմանվել, եւ սա ողբերգություն է։ Երիտասարդին արժեքների մասին խոսելիս, հա, դասեր տալիս, մենք պետք է առաջին հերթին ցույց տանք այն արժեքների կենթանի օրինակը, ովքեր պետք է ապրեն մեր շուրջը։ Ես նորից եմ կրկնում, մեր շուրջը ովքեր են ապրում, ում է ցանկանում այսօր 14 տարեկան պատանին, վաղ երիտասարդ շրջանում գտնվող պատանին, ցանկանում նմանվել։ Էկրաններից է նա տեսնում այդ մարդուն, քաղաքական դաշտում է նա տեսնում այդ մարդկանց, հոգևոր դասում է նա տեսնում այդ մարդկանց, որտեղ է տեսնում այդ մարդկանց։ Հատկապես ուշագրավ է մեր վերաբերմունքը, ասենք, նույն քրիստոնյա արժեքներին, քրիստոնեական արժեքներին։ Հայաստանում շատերը եկեղեցու կողքով անցնելիս, նույն ես բազմաթիվ օրինակներ եմ տեսել, խաչակնքվում են, ինչը հրաշալի է, դա կարող է լինել անկեղծ, հավատի արտահայտչած ձև, իսկ ցանկացած մարդու հավատ հարգանքի է արժան ինչ խոսք, բայց քրիստոնեությունը միայն խաչակնքվելը չէ։ Քրիստոնեությունը նաև այն է, թե ինչպես ես վերաբերում դիմացինիդ, հատկապես նրան, ով քեզնից թույլ է։ Ամբողջ քրիստոնեության գաղափարախոսությունը թույլին պաշտպանելու մեջ է, այլ ոչ թե ինձ տեսնում ես ուժդ պատում է, միանգամից արդեն ողջ ուժդ կիրառում ես դիմացինի վրա։ Քրիստոնեության արժեքը չստելն է, ամեն օր խաբեություն, ամեն տեղ, շարքային կյանքում, հեռախոսով զանգահարելու պարագայում, հեսա հասնում եմ, հեսա դուրս եկա, հեսա բան, ես տնից դուրս չեկել։ Ցանկացած բնակավարում։ Ինչպես ես խոսում մարդու հետ, ինչպես ես վերաբերում դիմացինին, դա եւս քրիստոնեական արժեքների մասին է։ Կարողանում ես նրան ներել, կարողանում ես չնվաստեցնել, հա, կարողանում ես կանգ առնել այն պահին, երբ գիտես, որ կարող ես հանկարծ վնասել, եւ իդեպ նույնը դիմացինին է վերաբերում, սա միակողմանի բնականաբար չի կարող լինել, եւ այսպես շարունակ։ Եվ սա արդեն միայն կրոնի հարց չէ, բարեկամներ, սա համամարտկային արժեքների հարց է։ Հետևաբար երիտասարդության դաստիարակությունը չի կարող սահմանափակվել հայրենասիրական գեղեցիկ բառերով, ճառերով, երգերով, զուռնի տրնգիներով։ Չի կարելի երիտասարդին պարզապես ասել «Սիրիր հայրենիքդ» եւ վերջ։ Մեզ դպրոցում էին ասում. «Բալիկ ջան, ինչքան ես սիրում հայրենիքդ»։ Ամպի չափ, հիմարություն։
Պիտի ուսուցիչը ցույց տար այդ արժեքները, ոչ թե ասել ինչքան սիրում հայրենիքը, ասել այն անպիճակ, վարակույրի փողը գրպանում էր, տանում էր տուն։ Հասկանում ես, այդ ամեն ինչը պիտի մանկապարտեզից ու առաջին դասարանից մարդ տեսնի։ Պետք է սովորեցնես, թե ինչպես է հայրենիք սիրելը դրսևորում այսօրվա կյանքում։ Այ ոչ չսիրես հայրենիքդ կաշառք տաս, վարակույրի փողը գողանաս, չգիտեմ ինչ անես, չգիտեմ ինչ, այս կապրես այն երկրում, որը կեղեքիկ ես, արդյունքում ինչ կանես, կարտագաղթ ես, եթե բախտդ բերի։ Հայրենիք սիրելը նշանակում է չախտոտել շրջակա միջավայրը, չվնասել, հա, ամեն ինչը, չխաբել պետությանը, լինել պատշաճ քաղաքացի, սեփական քաղաքացու այդ կերպարը հարգել վերջը, չօգտագործել ուժը այնտեղ, որտեղ պետք է օգտագործել բանականությունը, չվերածել ազգային հերոսի անունները դատարկ խորհրդանիշների, որովհետև զուր տեղը պետք չէ այդ հերոսների անունները տալ։ Եվ ամենակարևորը հասկանալ, որ պետությունը միայն իշխանությունը չէ, բոլոր իշխանությունները գնալու են, բոլորը, ու երևի դա լավ է, բայց մնալու ենք մենք, պետությունը մենք ենք բարեկամներ, մեր գործընկերները, դուք, ձեր հարազատները, ձեր հարևանները, մենք բոլորս պետությունը մենք ենք։ Այսօր երիտասարդի ձևավորման հարցում չսխալվելու գինը կարող է վճարել ոչ միայն այս օրը, այլև վաղվա Հայաստանը, որովհետև այսօր ձևավորված բնավորությունը վաղը դառնալու է ընտանիքի, աշխատավայրի, բանակի, պետական կառավարման, բիզնեսի եւ այլ հասարակության բնավորությունը։ Այն այսօր ինչ որ կատարվում է, այդ ամենը տեղափոխվելու է վաղը։ Հետևաբար երիտասարդության քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն զբաղվածության, կրթության ձգտման, ժամանցի քաղաքականություն, այլև պետք է լինի երևի առաջին հերթին արժեքների ձևավորման քաղաքականություն։ Մյուս կողմից այդ արժեքները պետք է ցույց տան եւ պետք է թելադրվեն, ինչ խոսք։ Մենք պետք է կարողանանք ձևավորել երիտասարդին, ով այսօր մեզ հուսամ դիտում է 16-17 տարեկան, որը ոչ միայն գիտի հայ մեծերի անունները, այլև հասկանում է ինչ է պատասխանատվությունը եւ ինչ պատգամ են այդ մեծերը մեզ փոխանցել։ Ոչ միայն հպարտանում է, ասենք էլի, Անդրանիկով, այլև հասկանում է ինչ է արժանապատվությունը եւ ինչ է արել Անդրանիկը եւ մնացած հերոսները։ Ոչ միայն հայրենասիրական երգ են լսում պայմանական մեր երիտասարդը, այլև իր վարքով ապացուցում է, որ այդ հայրենիքը իր համար իսկապես արժեք է, անվիճելի եւ անքննելի։ Եվ գուցե այս ամենից հետո մենք կարողանանք երիտասարդության մասին խոսել ոչ միայն որպես ապագայի, ինչ որ տար, այլև որպես այսօրվա Հայաստանի ամենակարևոր բաղկացուցիչ մաս։ Մտածեք այդ ուղղությամբ։